Կտրիչ Ներսյանը փորձում է դեռ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ իբրև կարողանում է կառավարել այս համակարգը։ Սա ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի այն մոտեցումը, երբ միջև հեղափոխություն ինքը կարծում էր, որ տիրապետում էր իրավիճակին։ Նույն ձև հիմա Կտրիչ Ներսյանը կարծում որ դեռ տիրապետում է իրավիճակին, այլ թվում կարգալույց հայտարարելով, բայց վարչապետի մասնակցությունը այդ ուրեմն պատարակներում, ինչպես նաև հանրության մասնակցությունը, ես էլ ակտիվորեն նաև մասնակցում եմ եւ հիմա էլ Կիրակի օրը մասնակցելու եմ Խաչիկ գյուղում, շատ կարևոր է, որովհետեւ ժողովուրդն է այդտեղ գալիս եւ իր ներդրումը ունենում եկեղեցու ազատագրման մեջ։ Բացի դրանից ժողովուրդը սպասում է իհարկե ուրեմն այն հանրահավաքին, որը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի կունենա եւ պատրաստ է ազատագրել եկեղեցին, ինչպես ազատագրել, դրա պատասխանը արդեն նաև տրվել է, դա պետք է լինի սիրով, համերաշխությամբ, որովհետեւ մեր նպատակն է եկեղեցու ազատագրումը ինքը բարի գործ է եկեղեցու համար իրականում եւ հանրությունը ես ուրախ եմ շատ եւ հպարտ եմ մեր հանրությունով, որ ընկալում է սա ինչ է նշանակում, որովհետեւ առանց հանրության աջակցության ես ձեզ համոզեցնում եմ անհնար կլիներ սրա մասին նույնիսկ խոսելը։